սպառնում է, ամեն օրը սպառնալիք է առողջության համար։ Կյանքին վտանգ սպառնալու հանգամանքին չհասցնենք իրավիճակը։ Եվ հետագա իրավական գործընթացների մասին, որոնք հրատապ մենք նախաձեռնելու ենք, դրանց մասին եւս տեղեր կպահենք։ Հասկացա, որ ինչ-որ պայման կա, որ այնտեղ արդեն դադարեցնի հացադուլը, նոր չէ, այդպիսի պայման պաշտոնապես գոյություն չունի։ Չէ, պաշտոնապես նման պայման մեզ այնպես չի որ մեզ առաջադրել են նման պայման, բայց ես նշեցի, որ բժշկի հետ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր հանգամանքները եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի նորից ասեմ, որտեղ այդ մարդիկ, այդ մարդկանցից ես սրտացավություն եւ պրոֆեսիոնալիզմ եմ մինչեւ այսօր ամենայն դեպս տեսել եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ որ բան վերագրել, որը որ գոյություն չունի։ Շար անել մեր ոճը չի, մենք երբեք դա չենք անի։ Այո, մենք քննարկել ենք այն հանգամանքը, որ լավ կլիներ, որ նա հացադուլը դադարեցներ, մի քանի օր կազդուրվեր եւ տեղափոխվեր հիվանդանոց։ Այո, նման զրույց եղել է, բայց ես ասեմ, որ դա ներկայացվել է որպես պայման, ես չեմ կարող։ Դա ներկայացվեց բժշկական տրամաբանության շրջանակներում, բայց ես էլ ասում եմ, լավ, էլի պետք է ես կոնսուլտացիաներ անեմ բժիշկների հետ եւ այդպես ավելի լայն համատեքստում արդյոք ավելի այդ կազդուրվելու շրջանը ավելի արագ չի անցնի հենց բուժ հաստատությունում։ Իմ կարծիքով այդպես է, բայց մենք նաև շարունակենք իրենց հետ խոսենք եւ կարծում եմ, որ նաև հանրային ուշադրության շնորհիվ այս գործընթացը կարող է արագանալ եւ նաև մեր ակնկալիքը սա է։ Սա անձնական խնդիր չէ, սա վերաբերում է քաղաքական պատճառներով բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված անձ, որը դիմել է իր իրավունքների պաշտպանության ծայրահեղ միջոցի հացադուլի։ Անժամկետ հացադուլ քաղաքական քաղբանտարկյալները մեր երկրում շատ երկար ժամանակ է չի եղել։ Վերջի տարիներին ես նման բան չեմ հիշում։ 1-2, ժամկետով հացադուլներ հիշում եմ շատ հարգելի մարդկանց կողմից, բայց անժամկետ հացադուլ անկեղծ ասած չեմ հիշում, վերջի տարիներին համենայն դեպս չեմ հիշում։ Ասեմ ավելին, դեռ 1200 հոգանոց ավել արմավիր քրեակատարողական հիմնարկում անգամ ենթադրյալ հանցագործություն գործած կալանավորների եւ դատապարտյալների շարքում որևէ մեկը հացադուլ չի իրականացնում։ Այս պահի դրությամբ։ Այս պահին այնտեղ չկա այլ։ Մեծ հաստատությունում 1 հոգի կա հացադուլ իրականացրած, դա քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն է։ Ոչ թե իրականացրած, այլ բան չանենք, էլի։ Այս պահին, որտեղ այնտեղ Այս պահի մասին է խոսքը։ Իրականացնող ընթացքում է։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն։